Բարև հայեր ջան, այսօր 2025 թվականի սեպտեմբերի 16-ն է։ Երեկ սեպտեմբերի 15-ին կայացավ կլոր սեղանի առաջին նիստը։ Ու այդ նիստի հետ կապված ես հիմնական ասելիք ունեմ հենց ձեզ։ Այն ինչը հրապարակման ենթակա է, այն ինչը ձեզ հանրային կերպով ասելու ենթակա է, ես դրա մասին ձեզ կասեմ ու վստահաբար այն մարդիկ, ովքեր ցանկություն ունեին, ովքեր համամիտ էին, ովքեր դեռ մինչև իմ առաջարկը դեռ վաղուց սպասում էին նման մի բանի, ի ուրախություն բոլորիս դա դարձավ իրականություն։ Ես ուզում եմ, որպեսզի շատ մարդկանց անուններ եք տվել, բայց կոնկրետ մարդկանց անուններ տված մարդիկ, ովքեր ստացան արձագանք իրանց նշած մարդկանց կողմից, այսինքն մարդիկ, ովքեր ոչ թե անտեսեցին, որ կա մի քանակություն մարդկանց, X քանակություն, ովքեր ուզում են իրանց տեսնել այս կլոր սեղանի շուրջ, ովքեր ուզում են այս մարդկանց իրանց վստահության արտահայտման միջոց որպես արտահայտել իրանց անունը գրել ու իրանց տեսնելը կլոր սեղանի շուրջ, շատերը չեն արձագանքել։ Արձագանքողները ու երեք սեղանի շուրջ նստած մարդիկ էին Արտուր Այվազյանը, Վլադիմիր Պողոսյանը, Պարույր Հայրիկյանը, Արա Պապյանը, Ժիրայր Սեֆիլյանը ու Կորյուն Ղումաշյանը։ Ես հիմա ինչ ասում եմ ձեզ, ինչը որ հանրային ասելու ենթակա է, ես ասում եմ բոլոր ներկաների լիազորությամբ։ Ուրեմն տեսեք, սրանք այն մարդիկ են, ում անունները տվեցի, ովքեր որ սեղանի շուրջ ներկա էին, ովքեր հարգելով ձեր իսկ վստահությունը իրանց հանդեպ արձագանքել են ու անկախ տարատեսակ տարաձայնություններից, դե նորմալ է, դա էլ պետք է լինի, անկախ ճանապարհային քարտեզների տարբերությունից եւ այլից միավորեց մի բան, գաղափար, նպատակ։ Տվյալ դեպքում, տվյալ պահին դա ներկա ու նախկին իշխանություններից ձերբազատվելն է։ Ու այս մարդիկ, ես ուզում եմ դուք իմանաք, կոնկրետ այս թվարկածս անունները, այս մարդկանց վստահողներ ու հետևորդներ։ Իմացեք, որ այս մարդիկ ձեր կոչը, ձեր առաջարկը հարգեցին ու դա պետք է ունենա պատասխան ձեր կողմից։ Ես հիմա դա էլ ասեմ, ինչու՞մ է կայանում։ Այսինքն մարդիկ, ովքեր առանց ձեր, ոնց ասեմ, ոչ թե միջնորդության, այլ ձեր առաջարկի, առանց իրանց ունեցած հարգանքի ձեր հանդեպ, այդ սեղանի շուրջ ներկա չէին լինի։ Բայց ներկա էին անկախ ամեն ինչից։ Անգամ նույնիսկ եթե կային այդ սեղանի շուրջ մարդիկ, ում մյուսը օրինակ չի ընդունում կամ եւ այլն։ Բայց ի պատասխան ձեր արձագանքի այդ մարդիկ ներկա էին։ Ձեր արձագանքը, ձեր պատասխան արձագանքը ինչու՞մ է լինելու, որ երբ օրը գա ու տվյալ մարդիկ, ես էլ այդ թվում բոլորս կոչով դիմենք ձեզ, որպեսզի դուք դուրս գաք, դուք անգամ մի վարքյան չհապաղեք, որովհետեւ ինչ էլ որ խոսացվի, քննարկվի, ինչ արդյունքի էլ որ գանք կլոր սեղանի շուրջ։ Գալու է պահ, որ դա պետք է իրականացվի։ Իսկ այսօր մենք ապրում ենք այն իրականության մեջ, որտեղ առանց ձեզ ոչ մեկ ոչինչ անել չի կարող, նույնիսկ եթե այդ կլոր սեղանից վեր կենանք ու հենց ձեր նշած անուններով մարդկանց հետ, որոնք դեռ ավելանալու են, դեռ փոփոխություն լինելու է, գնանք ու մի բան անենք, չի լինելու։ Մենք բանը չենք, էլի են հոլիվուդյան ֆիլմ կա, չէ, Լուդի X, մենք Լուդի X-ը չենք, մենք ձեր պես միս ու արյունից հայ մարդիկ ենք, ովքեր ունեցան կամքի ուժ ձևավորել կլոր սեղան ու բերել մեկտեղել մեր բոլորի ձեր այդ թվում նպատակներին հասնելու ճանապարհային քարտեզները, անվտանգությունը, վաղվա ձեզանից յուրաքանչյուրի ապահով
ու բարեկեցիկ կյանքը, բայց դա չի կարող իրականանալ առանց ձեզ։ Մենք սուպեր հերոսներ չենք, գերմարտկային տաղանդներով ու շնորհքներով օժտված, մեկի ձեռից կարակ չի թռնում, մյուսինը սառուց, մյուսը չգիտեմ ինչ։ Միշտ եք դուք պետք սիրելի ժողովուրդ։ Ու գոնե թե ի պատասխան նրա, որ կան մարդիկ, ովքեր ձեզ հարգելով, ձեզ ընդառաջ գնալով, ձեր խոսքին հենվելով, ձեզ չթողնելու համար, հա, որ դուք անուն եք տվել ու ձեզ առեն համարում ներկա չեն, որպեսզի դուք զգաք, որ ձեր խոսքը դեր ունի, այս մարդիկ ներկա էին, ու դա պետք է ունենա պատասխան, հարգանքը միշտ փոխադարձ է, սերը կարա միակողմանի լինի, ես կարամ սիրեմ ու պաշտեմ իմ ազգին պատասխանը չստանալով, ու տենց էլ մնամ միշտ, բայց հարգանքը մի քիչ այլ հասկացողություն է, ու կլոր սեղանի շուրջ հավաքվելը դա հենց հարգանքից ելնելով էր ձեր հանդեպ, դուք էլ պետքա հարգեք, երբ որ բոլորս կոչ անենք, որ պետքա դուրս գալ, կապ չունի, որ օրը դա կլինի, դեռ քննարկումներ լինելու են, հաճախակի են լինելու, դեռ փոփոխություն լինելու է, դեռ սպասում ենք սա առաջին նիստներ, որտեղ նախորդ վիդեոյում ասեցի, որ օրինակ, հա, Նինա Կարապետյանցը ասեց, որ առաջին նիստին ներկա չի լինի, երկրորդին կլինի։ Հիմա երկրորդ նիստին ներկա կլինի նաև Նինա Կարապետյանցը, միգուցե էլի մարդիկ, հաջորդին էլի մարդիկ, ու այս մարդիկ ներկա են բացառապես իրանց ունեցած հարգանքից ձեր հանդեպ։ Ժողովուրդ, դուք պետքա ընդառաջեք կոչերին, դուք պետքա աջակից ու մասնակիցը լինեք կլոր սեղանի շուրջ կայացրած որոշումների։ Ես եւս մեկ անգամ ուզում եմ անպայման շեշտել, որ սա դեռ ձևավորված ձևաչափ չի, որ սա չի նշանակում, որ ինչ որ մեկը միացավ մեկ ուրիշին, սա գաղափարի շուրջ համախմբում է։ Այսինքն այդ սեղանի շուրջ ամեն մեկս ունենք մի բան, ինչը չունեն մյուսները, որևէ առավելություն, որևէ փորձ, որևէ շնորհք, որևէ մի բան, ամեն մեկը տարբերվում է իր տվյալ ինչ-որ փորձով, գիտելիքով ու շնորհքով ու մյուս բաներով։ Ու այն ինչը ում մոտ ավելին է, քան մյուսների, մենք համատեղելու ենք էլ ավելի հզոր ու բազմակողմանի պայքար տանելու համար, որտեղ նորից եմ ասում, առանց ձեր ներկայության ոչինչ չի լինելու, ասում եմ նախապես, սա հստակ իմացեք, խնդրում եմ, միշտ հիշեք, որ առանց ժողովրդի, առանց սատարողների, առանց ազգային մասնակցության, առանց ազգային միջամտության, ուղղակի անհնար է, ինչի համար է անհնար, որովհետև մենք եկել ենք այն եզրահանգման, այն հետևության, ու դա ի սկզբանե եղել է բոլորի մոտ, ուղղակի ավելի հաստատվեց քննարկման ընթացքում, որ մենք գործելու ենք բացառապես այն ճանապարհով, այն մեթոդներով, որոնք չեն խախտելու ոչ մի օրենք ու չեն տապալելու ոչ մի սահմանադրական կարգ, քանի որ դա ավելի հավանական է, քան ինչ-ինչ այլ բաներ, դա մերը չի, դա կլոր սեղանից դուրս է, կլոր սեղանի շուրջ ու դրա արդյունքում արվող յուրաքանչյուր քայլ լինելու է բացառապես պահպանողական դիրքորոշմամբ սահմանադրության հանդեպ ու օրենքները չխախտելու։ Այդտեղ դուք եք պետք։ Դա հնարավոր է միմիայն ձեր մասնակցությամբ, ձեր արձագանքով։ Ես վստահ եմ, ես համոզված եմ, ես հավատում եմ, որ երբ օրը գա, ու դուք լսեք կոչ, որ պետքա դուրս գալ, դուք չեք տատանվի ու դուք չեք հապաղի, դուք չեք նստի տունը ու ասեք, տենանք ինչ են անում, նոր դուրս գանք, որովհետև այդ ժամանակ ոչ մեկս ոչինչ անել չենք կարողանալու։ Սա եկեք հիմիկվանից պայմանավորվենք, թող բոլորի մոտ սա տպվի որպես բացառիկ իրականություն,
որը չունի այլընտրանք, որը չունի երկրորդ տարբերակ չունի։ Պետք է լինեք դուք, որպեսզի մենք իրականացնենք մեր ու ձեր բոլորիս ընդհանուր նպատակը։ Ինչպես նաև ես ձեզ վստահեցնում եմ, որ սեղանին ներկա յուրաքանչյուրը, միգուցե հիմա, միգուցե մի ժամից, միգուցե վաղը, բայց իր առանձին ու հատուկ անդրադարձով կլոր սեղանին հանդես կգան։ Կարակ ով ումա հետևում իրանց էջերին, մեկինը YouTube-ա, մեկինը Facebook-ա, մեկինը Telegram-ա եւ այլն, հետևեք ու կտեսնեք իրանց արձագանքը, իրանց հաստատակամությունը, իրանց պատրաստակամությունը ու իրանց շնորհակալությունը, որ դուք էլ իրանց եք վստահում ու կլոր սեղանը դառավ իրականություն։ Սա լինելու է շարունակական անկախ նրանից, թե վաղը ինչ փոփոխությունների կենթարկվի։ Խոսքը անձնակազմի մասին է։ Ես չեմ ուզի որևէ մեկը հեռանա, բայց միգուցե եւ մեկը հեռանա, մյուսը ավելանա, սա դեռ նոր է ու առաջինն է։ Այս ֆորմատը, այս չհաստատված դեռ ձևաչափը, որը շուտով նաև կհաստատվի, որտեվ չի կարող առանց հաստատվելու շարունակական կյանք ունենա։ Նորից կոչերը կլինեն այն մարդկանց, ում անունները ոչ թե արդեն տվել եք բազմիցս ու նորից տակ, այլ այն անունները, որոնք ոչ մեկնաբանություններում եք հանդիպել, ոչ էլ, բայց կուզեք իրանք էլ ներկա լինեն։ Արդեն ոչ թե միայն ես, այլ կլոր սեղանի շուրջ ներկա մարդիկ միասին կքննարկենք, կբարձրաձայնենք, արդեն ոչ միայն ես կբարձրաձայնեմ, բոլորը կոչ կանեն, որ սպասում ենք այս մարդու արձագանքին, որովհետև ժողովուրդը ուզում է քեզ էլ տեսնի ստեղ։ Որոշումը Իրանն է, ժողովրդին ընդառաջ կգնա, թե ժողովուրդ ջան, դուք ամեն ինչ լավ հասկանում եք, էլի։ Դրա համար այս պահին, այս ուրախալի լուրով, սա իրոք ձեռքբերում է ձեզանից յուրաքանչյուրի համար, որովհետև այս կլոր սեղանը ի տարբերություն իշխանության ու իշխանության բանին, ընդդիմությանը, ոչ թե այն ընդդիմությանը, ով ուղղակի դեմ է իշխանությանը, այլ հենց իշխանության ընդդիմությանը, ի տարբերություն այդ երկուսի, կլոր սեղանը բաց է ու անմիջական։ Ու հայեր ջան, վերջում այդ sense ամփոփ մի խոսք, ոնց որ ասում են, մենք ձեզ չքաշեցինք։ Ես կխնդրեմ, որ երբ որ օրը գա, դուք էլ չքաշեք մեզ։ Ու այդ միասնականությունը կլինի ոչ միայն կլոր սեղանի շուրջ, այլ նաև մեր բոլորիս միջև։ Իսկ աշխարհը ինչից է վախենում։ Միասնական հայից։ Թերևս այսքանը ու ֆիքսեք, գրանցեք, որ կլոր սեղանը այլևս իրականություն է, ոչ թե ծրագիր ու զուտ մտադրություն։ Ու այդ կլոր սեղանի շուրջ վստահաբար մեր բոլոր նպատակները, ծրագրերը չեն շարունակի մնալ նպատակ ու ծրագիր, այլ դրանք եւս կդառնան իրականություն։ Նորից ասեմ, ձեր մասնակցությամբ միայն այն ինչը առանց ձեր մասնակցությամբ անելու է, մենք անելու ենք։ Թե առանձին, թե միասին, թե ոնց է լինի, բայց որտեղ դուք պետք եղաք չբացակայեք, որպեսզի շարունակական լինի բոլոր նպատակների իրականացումները, այլ ոչ թե մնան կիսատ, ոչ թե դուք չմասնակցեք ու չստացվի, ձեր չմասնակցելը դա հաղթանակն է նրանց, ովքեր ամեն ինչ անում են ազգակենտրոն մտածելակերպով մարդկանց միախմբված համագործակցության եզրեր գտնելուն խանգարելը։ Դուք աջակցելու եք դրան, դրա համար եղեք մասնակից ու մաքսիմալ ակտիվ։ Լավ մնաք, Աստված օրհնի բոլորիդ բարձր սիրով ու ճշմարտությամբ։ Սիրելի հայրենակիցներ, հետևեք մեզ հետևյալ հարթակներում. Telegram, Լույսի բանակի պաշտոնական եւ Կարեն Արայանի անձնական ալիքներին, YouTube, Լույսի բանակի լրատվական եւ Կարեն Արայանի պաշտոնական ալիքներին, Լույսի բանակի գործունեությանը, Սիրուս ջոկատներին եւ վերածննդի շարժմանը ֆինանսապես աջակցելու համար Իդրամ, ID Bank, Ineco Bank, Sberbank եւ PayPal։
Շնորհակալ ենք բոլոր մեր գաղափարակիցներին եւ աջակիցներին։ Բարձրալ նորմի յուրաքանչյուրիդ։